Հայկական հեռուստաեթերի առաջին եւ միակ հաղորդաշարը, որն անդրադարձավ մեր հայ շոու բիզնեսի ամենից ամենաիրադարձություններին, տալով նրան ճշգրիտ եւ հավաստի պարզաբանումներ, դա իհարկե ամենից ամենաանևողջուն։ Դուք շարունակում եք դիտել ամենից ամենաինքնատիպ Armnews-ի եթերը եւ այս պահին ձեր էկրաններին է ամենից ամենաածխային շքերթը, որը վարում եմ ես, Լիաննա Տերմինասյանը։ Դե իսկ այժմ հայտարարում եմ մեր այսօրվա հիմնական անվանակարգը՝ ամենից ամենաաստղային կատակներ։ Թերևս շատերն ինձ հետ կհամաձայնվեն, որ հայտնվել կատակի զոհի դերում այդքան էլ հաճելի երևույթ չէ։ Սակայն միշտ բոլորս մեծ հաճույքով դիտում ենք, երբ ինչ-որ մեկ ուրիշն է հայտնվում այդ զոհի կարգավիճակում։ Բնականաբար հենց դա է պատճառը, որ նման կոնցեպտ ունեցող ժամանցային հաղորդումները միշտ ունենում են ապշեցուցիչ վարկանիշեր։ Բնականաբար առավել հետաքրքիր են դառնում հայտնի մարդկանց մասնակցությամբ կատակները, ահա թե ինչու այսօր մենք որոշեցինք բարձրացնելով բոլորիս գարնանային տրամադրությունը անդրադառնալ հենց այս թեմային։ Եվ մոտակա 1 ժամվա ընթացքում կփորձենք պարզաբանել, թե որ աստղերը որպես կանոն սիրում են անել կատակներ իրենց հարազատների հետ, իսկ որ աստղերը որպես կանոն դառնում են այդ կատակների զոհը։ Հոլիվուդյան աստղերից չար կատակների սիրահարը նաև Ջորջ Քլունին, ամենահայտնի կատակը կապված է եղել իր ամենամտերիմ ընկերներից մեկի հետ։ Քլունին համոզեց ընկերոջը, որ զբաղվում է նկարչությամբ եւ գնելով մի շատ անտաղանդ նկար ինչ-որ մի անհայտ նկարչից, նվիրեց ընկերոջը իր 40-րդ ծննդյան տարեդարձի կապակցությամբ։ Բնականաբար ընկերը ստիպված եղավ կախել այդ նկարը տան ամենաերևացող տեղում, չէ՞ որ այդ նկարը նկարել եւ նվիրել էր ոչ ավել, ոչ պակաս, քան իր աստղային ընկերը։ Մի քանի տարի այդ կատակը մնաց չբացահայտված եւ բոլոր նրանք, ովքեր գալիս էին Ջորջ Քլունիի ընկերոջն, ստիպված էին լինում գովել այդ նկարը։ Ամեն ինչ բացահայտվեց այսօր երեկոյան հեռուստաշոուի շրջանակներում, երբ Քլունին բացահայտեց, որ դա չար կատակ էր, որից հետո նրա վիրավորված ընկերը զանգահարեց Քլունիին եւ ասաց, որ նա ուղղակի ատում է այդ նկարը։ Դե իսկ ինձ մնում է ներկայացնել ձեր ուշադրությանը եւս մեկ մասնակցի եւ նրա անկեղծ խոստովանություններն այս ամենի վերաբերյալ։ Մեր այսօրվա շքերթում իր ուրույն տեղը գտավ նաև հաղորդավար, սցենարիստ Կարեն Քոչարյանը։ Միգուցե ոչ բոլորը կարող են պատկերացնել, որ նա մանկուց եղել է շատ կատակասեր եւ հաճախ տարբեր կատակներ էր խաղում բարեկամների, հարևանների հետ։ Անգամ մեր այսօրվա եթերում Կարենը արեց շատ լուրջ խոստովանություն։ Հարևաններից մեկը շատ զայրացրել էր ինձ, ես էլ երեխա էի, դեռ 5 տարեկան երևի, բայց ինձ տպավորվել էի։ Պատշգամբում նստած պլաստիլինով խաղում էի։ Եվ տեսա այդ մարդը, որ ինձ շատ զայրացրել է, իր մեքենայով 21 Volga-ն կանգնացրել է ամենչապես պատուանի տակ, փայլուն լավ լվացած։ Եվ ես ինչ անեմ, գնացի վերցեցի լուցկի, բռնեցի այս պլաստիլինը, սկսեցի հալացնել եւ ծեփել այդ մեքենայի վրա, հալացրել պատկերացրեք 2 րոպեից այդ մեքենայի վրա ինչ էր կատարվում, ամբողջ հալված պլաստիլին էր լցված, որոշ ժամանակ անց դռան զանգ։ Իսկ մի եկա մայրիկիս ասեցի, մայրիկս բռնեց ինձ պահեց լողարանում, որտեղ այդ պահին լողանում էր իմ պապիկը։ Բնական է այդ մարդն էր հենց եկավ, այս ինչ հայտարարություն է, այս ինչ է ձեր տղան անում, բայց մեր տղան տանը չի, մեր տղան ինչ է անում, բան։ Ասեց սենյակները նայել, ինձ փնտրել, հասավ լողարանին, մայրս ասեց ներողություն կարող եմ մի հատ այնտեղ մտնեք, հայրս լողանում է։ Բարով այդպես փրկեց ինձ այդ վիճակից։ Պես էլ չիմացավ, դու եթե ողջ է, ինչ ասեմ, ներողություն եմ խնդրում։ Դպրոցական եւ ուսանողական տարիներին էլ Կարեն Քոչարյանի հնարամտությունը օգնում էր նրան եւ իր խաղընկերներին հետաքրքիր օիններ բերել ուսուցիչների, ապա դասախոսների գլխին։ Ինստիտուտում բեմադրում էինք ես, տատիկը Իլիկոնը Իլարյոնը, ռեժիսորներ Ռաչա Աշուխյանը։ Ներկայացման ժամանակ ես խաղում էի այսպես մի կերպար, որը կոչվում է Տոմսակով ուղևոր։ Ինքը ինտելիգենտ կլաուզնիկ ասում են, Ստալինյան շրջանի Մակինտոշով գլխարկով եւ այդտեղ խմելու տեսարան էր, բոլորս պետք է խմենք։ Ես բնական է որպես ինտելիգենտ հրաժարվում եմ խմելուց, հետո մի կերպ ինձ համոզում են, վերցնում եմ։ Մեր կուրսի մնացականը ինքը հոկտեմբերյանցի էր եւ ջրի տեղը բռնել էր, լցրել էր իսկական թթի արախ։ Ոչ ոք տեղյակ չէ դրան։ Նարեկը Դուրյան խաղում է Զուրիկոյի դերը, գլխավոր դերն է խաղում։ Օղին, այսպես ասած, ջուրը բոլորս գիտենք, լցնում են բաժակների մեջ, որ պետք է խմեն
Նարեկը խմում է եւ աչքերը դուրս են գալիս տեղից։ Շուգարը նստած նայում ասում է, բնական են խաղում է, հələ մի հատ նայեք, ասում է, այս էս պետք է մարդիկ խաղան էլի, հանձնաժողովը նստած, Ռուբեն Զարյանն է, ռեկտորն է, դեկան բոլորը նստած։ Հիմա հերթը հասավ ինձ, ես էլ չգիտեմ, որ դա բան է, բայց իմ բախտը բերեց դրանով, որ ես պարզապես պետք է սկզբից հոտ քաշեի, ինչ որ ըստ իմ կերպարի, ինչ որ չուզելով բան, հիմա հոտ եմ քաշում, չհասկացած, այսքան մտել եմ դերի մեջ, որ ջրից օղու հոտ եմ առնում։ Ասի չի մի հատ էլ հոտ քաշտի, հասկացա, որ դա օղ է եւ խմեցի որպես օղի արդեն, բնական շատ, բայց Նարեկի վրա ընդհանրապես արդեն հալ չկար։ Այսպիսին էր մեր այսօրվա շքերթը լի հետաքրքիր ու բովանդակալից բացահայտումներով։ Եվ այդ ամենին թերևս հավելեմ, որ կատակն իսկապես շատ լավ բան է, սակայն չար կատակ անելուց առաջ պետք չէ մոռանալ հայտնի ժողովրդական ասացվածքն առայն, որ փոս փորողը միշտ ինքն է ընկնում այդ փորած փոսի մեջ։ Իսկ ինձ մնում է միայն ասել, որ հաջորդ շաբաթ էլ մեզ սպասում է շատ հետաքրքիր մի անվանակարգ, այնպես որ ակտիվ հետևում ենք անոնսներին, բացահայտում անվանակարգը, տասնյակը եւ իհարկե սրտատրոփ սպասում մեր հաջորդ եթերին։ Իսկ մենք հանդիպենք արդեն հաջորդ շաբաթ։ Ամենից ամենաինքնատիպ Armnews-ի եթերում։ Հաջողություն։